Facebook-յան օգտատեր Ֆլորա Վարդանյանը գրառում է կատարել, հայտնելով, որ Հինեկոբանկը կրկնակի գումարներ է գանձել հաճախորդների, այդ թվում իր քարտային հաշիվներից։ Կրկնօրինակել են ձեր նախորդ օրերի գնումները ու եթե ամսը թվին ու ժամին ուշադիր չլինեք, կարող եք ենթադրել, որ դա ձեր գնումն է, մինչդեռ դուք դրա համար օրեր առաջ վճարել եք։ Գրել է օգտատերը, ընդգծելով, որ դիմել է բանկ, ի պատասխան հայտնել են, որ հայտը ուսումնասիրում են։ Ես սա որակում եմ որպես թալան, որի մի մասը կմարսվի, քանի որ տարեցների մի զգալի մասը իր օնլայն հաշիվները չի կարողանում ստուգելու դեպքում էլ պիտի ռոբոտի հետ շփվի, ասի խնդիրը, վերջինս էլ մասնագետին փոխանցի, գրել է օգտատերը։ Նշենք, որ գրառման մեկնաբանություններում բանկի այլ հաճախորդներ հայտնել են, որ իրենց մոտ եւս առկա է նույն խնդիրը եւ տեղադրել են լուսանկարներ։ Հինեկոբանկը պարզաբանում է տարածել, նշելով, որ բանկում ընթացող պրոցեսինգային համակարգերի բարելավման աշխատանքների ընթացքում սահմանափակ քանակի քարտային գործարքներ տեխնիկական պատճառներով սխալմամբ կատարվել են կրկնակի գումարով։ Հաճախորդները որևէ ֆինանսական կորուստ չեն կրել, գումարները պարզապես ժամանակավոր սառեցվել են նշված բարելավման աշխատանքների ընթացքում, հայտնում են բանկից։ Բաժանորդագրվեք թերթ ԵՄ-ին։